Այս սրճարանում բազմա շաքարավազ չեն տալիս, մեղր են տալիս, ստիպված եւ ես գուցե դա է ճիշտը։ Առաջին անգամ փորձում եմ մեղրով կապուչինո։ Հիմա կհասկանանք դա Ընդհանրապես ես ձեզ ասեմ, այդ միտումը տարածվում է շաքարի օրենքը չփոխված, ամենաարագ աշխատած օրենքն է։ Մենք օրենք չենք ընդունել, որ սեղանի չդրվի աղ։ Բայց մի Չէ, շաքարավազ միտում կա, որ հիմնականում պարոն Միրզոյան, աշխարհում այդ միտումը չեք նկատել, որ շաքարավազը այլ բաներով փոխարինելու միտում կա այնուամենայնիվ։ Այո, պարոն վարչապետ, բայց ես անկեղծ ասեմ իմ դժվարությունները, սա խաղացել եմ։ Անցած դառնում է շատ վնասական եւ իմ փիլիսոփայությունն է, որ որոշ բաներ կյանքում հրաժարվել դա աղը, շաքարավազը։ Պարոն Միրզոյան, ձեզ ասեմ, կախված է տարբեր Դուք մենք խոսել ենք դրա մասին, դուք շատ լավ տեսք ունեք, ինչի կապակցությամբ ես մարդ կա, օրգանիզմ կա, որ ենթադրենք այնքան շաքար օգտագործի, ինչքան դուք եք օգտագործում, կարող է մի ամսվա մեջ 5 կիլո քաշը ավելանալ։ Այսինքն օրգանիզմի կրթություններ մեկին շաքարն է լավ, մեկը ընդհանրապես քաղցր որևէ բան չունի, որովհետև եկեք մենք չենք արձանագրում, Տիկին Ավանեսյանն ուր աստեղ չի, մենք չենք արձանագրում, բայց դա լուրջ է, որ մարդու առողջության մի շատ զգալի մասը կախված է իր սնվելու կուլտուրայից եւ այո ժամանակը կանոնավոր ժամը այդ ամեն ինչ կա եւ հիվանդությունները ընդհանրապես չէ ավել քաշը որը բոլորը ունեն ինչի՞ դա է սա ինչը չէ որովհետեւ մարդը այս տարի է որ այս իրավիճակում է որ ինքն ավել չէ այո որովհետև ֆիզիկապես այս անշարժությունը ընդամենը 150 տարվա պատմություն